Facebook-ի Messenger-ը քչփորել էր եւ այն ինֆորմացիայից բացի, որը իրոք պետք էր հասկանալու համար ինչ որ արտահոսք տվել է թե չէ պետական գաղտնիքի եւ այլն, բայց նաեւ անձնական հարաբերությունների վերաբերող ինչ որ նամակագրություն տարեդրել են վարչապետի սեղանին հերիք չի, վարչապետն էլ հարկն է համարել դա հրապարակել։ Հիմա դա եւ տարածվել էր դա ԿՊ-ի բանում, վարչության նիստին էր դա խոսվել, հետո դուրս էր նաեւ սպրտել, հա։ Հիմա դա հարից չի, ես կարծում եմ վարչապետին, դա արդեն բարոյական հարց չի, դա օրենքի խախտում է, որտեղ մարդու անձնական կյանքը եւ անձնական տվյալները պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, անկախ նրանից դա որքանով է բարոյական այս կամ այն մարդու տեսակետից հա իմ այնտեղ քերակին է թե ով է այդ իր քերու եւ իր քերակնոջ հարցն է կոպիտ ասած հա եւ եթե դա նաեւ իր պատվիրանների խախտում իր կրոնի պատվիրանների խախտում է իր եւ իր Աստծո հարցն է նաեւ հա կամ իր հոգեվոր վերադասի հարցն է բայց ոչ երկրի վարչապետի միանշանակ հա ես իհարկե մյուս կողմին եմ ուզում անդրադառնալ այն կեղծավորությանը որում ապրում է այսօր եկեղեցին եւ եկեղեցական վերնախավը այդ էլ ուրիշ պատմություն է, որ կարծես թե նույնիսկ հասարակությունը մի տեսակ համակերպվել է այդ հարցի հետ, հա, որ ոչինչ, հա, գիտեմ, բոլորս էլ գիտենք, որ իրենք կուսակրոն չեն, որ պարտադիր պայման է իրենց համար, հա, ամենայնիվս դավանաբանությունը եւ կարգը եկեղեցական դա է պահանջում